Գրիգորյան, շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, մի քանի թեմաների կանդրադառնանք։ Եվ այսպես երկարատև պահի քարից հետո Նիկոլ Փաշինյանին հաջողվեց հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահի հետ, բայց էլի շնորհավորանք չստացավ, Փաշինյանն ասաց, չի ուզում, չի շնորհավորում, բայց շատ կարևոր մի շեշտադրում արեց։ Եթե այս հարցի ԵԱՏՄ լուծում չտա, սա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը։ Այս իրականության մեջ զուգահեռ մենք տեսնում ենք, որ մեր տնտեսությունը ինչ կոլապսի է ենթարկվել, մեր տնտեսությունը ինչ աղետալի վիճակի է հասել, տնտեսվարողները ինչ սարսափելի վիճակի են հասել, համեցեք։ Իհարկե ինքնին հաջողության հասնել հեռախոսազանգի առումով դա ոչինչ չի նշանակում եւ ռուսական եւ լրավի տպամիջոցների եւ Նիկոլ Փաշինյանի 5 շաբթի օրվա երեկվա արձագանքից եւ արդեն սպառնալիքներից, գիտեք, որ դադարեցվել է 6 ամսով ԵԱՏՄ պետություններում արտադրված տոմատի մածուկի այսպես ներկրումը Հայաստան եւ նաեւ խոսակցություններ են գնում, որ Հարավկովկասյան երկաթուղու շահագործման համար Հայաստանը պատրաստվում է միլիարդներ պահանջել Ռուսաստանից, նկատելի է, որ հռետորաբանությունը խիստ խստանում է, բայց ես պետք է նշեմ, որ բուն-բովանդակությունը, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը խոսել Վլադիմիր Պուտինի հետ, իմ մեջ ինչ-որ կասկածներ է առաջացնում, որովհետև զուտ նաև ձկնաբույծների առումով, ինքը իլուր ամբողջ աշխարհի վատաբանեց, այո, մեր ձկնարտադրողների ձկները, ես անկեղծ ասած միշտ եմ այդ ձկներից օգտվել եւ կարծում Հայաստանի Հանրապետության շատ քաղաքացիներ եւս ինչ որ իմ կարծիքով շատ որակյալ համենայն դեպս այնինչ ես եմ գնել եւ այնինչ մենք ենք օգտագործել որակյալ ձկներ էին իսկ պարոն Փաշինյանի արձագանքից երևաց, որ մեր ամեն ինչը վատն է։ Մինչ այդ պարզվում էր մեր կենսաթոշակառուները այսպես չգիտեն ինչպես գումար ծախսել, դրա համար պետք չէ նրանք գումարներ ծախսեն եւ չգիտեմ, մեր ազգային երազանքները սխալ են, մարդիկ լավ չեն կռվել, չեն զոհվել, այդ նույն իրավիճակը կրկնվեց եւ եթե, չգիտեմ, վարչապետը նաեւ այդպես շեշտադրումներ է կատարել, որ ինքը չի օգտվում մեր արտադրողների ապրանքից, ապա կարծում եմ Վլադիմիր Պուտինը կարող է եզրակացնել, որ իրենց Ռոսսելխոզնադզորի եւ ընդհանրապես այդ մարմինների գործունեությունը ճիշտ է, չնայած ես համոզված եմ, որ դա զուտ քաղաքական է։ Այսինքն անգամ պաշտպանելը Նիկոլ Փաշինյանին մեր արտադրողներին լավ չի ստացվում, բացի դրանից նա, տեսեք, միանգամյա օգնություն չէ սահմանեցին ձկնարտադրողներին, բայց միևնույն ժամանակ շեշտվեց, որ նրանք շատ քիչ հարկեր են մուծում եւ ենթադրաբար այնտեղ ինչպես արտահայտվեց, այո, իրենց վատորակ այս ապրանքի համար իրենք հարկեր չեն մուծում եւ կոռուպցիայի հետքեր կան։ Դա ակնհայտ սպառնալիք էր, այսինքն ես զգացի, որ եթե նախահարցակ լինել Նիկոլ Փաշինյանի մոտ լավ այսպես հաջողում է, ինքը այդ գործիքակազմին տիրապետում է, ապա ենթադրենք սեփական պետության արտադրողներին պաշտպանելու գործիքակազմը կաղում է։ Եվ ակնհայտ է, որ ոչ մի համաձայնություն չի կայացել։ Այո, այո։ Եվ ընդ որում, այո, հենց այն հայ տնտեսվարողների, որոնց թվում ես կարծում եմ բավական շատ են նաև հենց իրեն ընտրողները։ Ես կարծես երեկ էր հետևում էի Multigroup կոնցեռնի այդ տարաբաղտ աշխատակիցների բողոքի գործողությանը, նրանցից մեկը ասաց, այդ մեզ պատժում են, բայց ինքը ինչ գիտի ում ենք ընտրել, չընդլայնվեց, թեև ես հիշում եմ, որ կոնյակի գործարանից մի մարդ էլ անկեղծ ասում էր, որ իրենք այսպես քաղաքացիական պայմանագիր են ընտրել, բայց ինձ թվում է, այստեղ խնդիրը պատժելը չէ։ Պարզապես եթե մի բան շատ լավ է հաջողում Նիկոլ Փաշինյանին, դա նախահարցակ լինելն է եւ այսպես բացասական վատաբանելը, սպառնալը եւ պատժելը։ Եվ ըստ այդմ դատելով այդ հռետորաբանությունից որևէ համաձայնություն չի կնքվել եւ ըստ էության բանակցություն էլ չի հաջողել, որովհետեւ
Եթե գնաս եւ այդպես պաշտպանես քո տնտեսվարողների շահերը, ապա պարզ է, որ դրանից հետո այդ տնտեսվարողները ընդհանրապես կարող են շուկայից զրկվել ոչ միայն իրական շուկայից, այլև հիպոթետիկ հնարավոր շուկայից, եւ Նիկոլ Փաշինյանի այդ մի քանի տեղում եւ տարբեր հակասական այսպես դաշտերում լավ հարաբերություններ հաստատելու ժամանակաշրջանը ավարտված է։ Այսինքն կարողանալ նստել մի քանի աթոռի, ձևացնել, որ դու այսպես հակառուս ես, իսկ հետո ձևացնել, որ դու ոչ ռուսահարգ ես, այդ գործունեությունը տապալված էր, իրականում պետք էր ոչ ձևացնել, որ դու հակառուս ես, եւ ոչ էլ, որ դու ռուսահարգ ես։ Ամեն մարդ պետք է իր պետությունը, իր տնտեսվարողներին եւ իր քաղաքացիների շահերը պաշտպանի եւ չներքաշվի աշխարհաքաղաքական շահերի մեջ, այսինքն այդ գիտեք խորամանկությունները, որոնք գուցե մինչ այդ հաջողում էին, հիմա բացարձակ ձախողված չեն, հիմա հստակ գործողությունների ժամանակն է եւ պատկերացնում եք ինչ որ երկու հանրակրվե, երբ մեկ ընտրությունն է, այո, մեկը Բաքվի պահանջով, մյուսը Ռուսաստանի, սա էլ այն պարագայում, երբ խորհրդարանական ընտրությունները տեսակ թե ինչպես անցան եւ ՔՊ-ն 49 ու մի փոքր ավել այդպիսի մեծ աղմուկներից եւ դժվարություններից հետո հազիվ կարողացավ գրանցել եւ չունի սահմանադրական մեծամասնություն, դա բացարձակ իրատեսական չէ։ Իսկ այդ սպառնալիքները, որ այս է ԵԱՏՄ-ն կկործանվի, գիտեք, ես ճիշտն ասած շատ խորը ցավով հիշեցի այդ 19 թվականի Տավուշյան դեպքերը, երբ մեր բանակը տարածաշրջանում ամենաանկոտրումն էր, երբ մենք հաղթել էինք ադրբեջանական Յաշմա եւ այլ դիվերսիոն այսպես ընտրանի իրենց կոչվող ջոկատներին, մենք անմենահաղթն էինք եւ Ադրբեջանը տապալված էր, թե դրանից հետո ինչ տեղի ունեցավ, կարծում ցավոք սրտի բոլորս գիտենք, այսինքն սպառնալիքները, գիտեք, միշտ չէ որ իրենց արդարացնում են եւ ընդհակառակը այդ սպառնալիքները կարող են ավարտվել ավելի վատ սկզբունքով։ Ես համոզված եմ, որ հայաստանյան շուկան էլի ցավոք սրտի այնքան մեծ չէ եւ դժվար թե ԵԱՏՄ մյուս երկրների տոմատի մածուկ արտադրողները այդպիսի մեծ կորուստներ կրեն, ինչպես մեր ձկնարտադրողները, մեր գյուղատնտեսները, մեր ծաղիկ վաճառողները։ Հակառակ դեպքում չէինք տեսնի, ինչպես Բելարուսի, Իրանի, Վրաստանի միջոցով փորձում են խաբեությամբ մեր ապրանքը ռուսական շուկաներում։ Բայց երեք ասած Լուկաշենկոին պատասխանեց, տեսար ում էր պետք Հայաստանը։ Խնդրեմ ես մասով։ Դե մենք գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը սպառնալիքներում, ինչպես ասացի, ունի շատ հարուստ գործիքակազմ եւ այդ դերակատարումը նրա մոտ հաջողված է, թե ինչով կավարտվեն սպառնալիքները, կամ հին հայկական խոսք, որ ասում է, եթե քամի ես ցանում, ապա փոթորիկ կհնձես, ցավոք սրտի պետք է հասկանալ, որ այդ փոթորիկը կարող է վերաբերել Հայաստանին, հետևաբար տնտեսական զարգացումների հեռանկարը չափազանց մշուշոտ է եւ տարածաշրջանում պետք է հստակեցնել արտաքին քաղաքական կողմնորոշումները եւ դրական չեզոքությունը իմ համոզմամբ միակ ճիշտ ճանապարհը կլիներ, բայց եթե դու սպառնում ես ԵԱՏՄ-ին, ապա չգիտեմ ինչի հիման վրա է սպառնում, բացի դրանից մենք տեսանք, որ Եմեն չունի ոչ այսպես ինստիտուցիոնալ եւ ոչ ֆինանսական եւ ոչ էլ քաղաքական շատ մեծ նկրտումներ մեզ օգնելու։ Ամենակարևորը ցանկություն նաեւ չունի։ Իհարկե, 1-2 գիտեք հայկական խանութներում ես նկատեցի Փարիզյան այդ կրպակները, որտեղ վաճառվում էր մեր հայկական իրոք աշխարհի ամենահամեղ ծիրանը, դրանք Էրեբունի, Հայատար եւ փոքրիկ բառից բուն իմաստով փոքրիկ կրպակներ էին, դրանց ծավալն էլ անհասկանալի է եւ ընդհանրապես գիտեք տնտեսության այդ ամբողջ կառուցվածքը, գյուղմթերքի արտադրության, չգիտեմ, ձկների Եվրամիության պահանջներին եւ լոգիստիկ կառուցվածքին համապատասխանեցնելու համար առնվազն
մինչև 10 տարի է անհրաժեշտ եւ մեծ ֆինանսական ներդրումներ։ Ուստի չարժե կտրել այն ճյուղը, ԵԱՏՄ-ն, չգիտեմ, չի դադարի առանց Հայաստանի գոյություն ունենալ, իսկ ԵՄ-ն գիտենք, որ էլի ցավոք սրտի առանց Հայաստանի շատ լավ գոյատևում է։ Տիկին Դիլբարյան, քանի որ խոսեցիք երեկվա Փաշինյանի հայտարարություններից, այսպես ասենք, սկսեցիք, ճիշտ ասած, դուք որպես հայերենի մասնագետ, ես ուզում եմ հայոց լեզվի մի միտք կարդալ եւ խնդրել, որպեսզի բացատրեք բոլորիս։ Հայաստանում, որ սոցիալական հարցում անցկացնենք, կարող է պարզվի, որ Հայաստանի տղաների ենթադրենք մի X% ճուտ է։ Ճուտո է։ Մենք հարց չենք տալիս, որտեղից է սա։ Մենք Կիրակի օրերի ամենալավ ժամին դա ցույց ենք տալիս, ասել է Փաշինյանը։ Ստեղծագործականությունը պետք է խթանել եւ երիտասարդության եւ մեծերի շրջանում։ Բացատրեք, խնդրում եմ։ Գիտեք, անկեղծ ասած, Նիկոլ Փաշինյանի բառապաշարը բավական տարբերվում է կանոնիկ արևելահայերենի գրական բառապաշարից, բացի դրանից նա շատ իմաստավորումներ է տալիս ինչ-որ հայտնի բառերի, ես անկեղծ ասած ձեռնպահ կմնամ, որովհետև որ լսեցի, ես չհասկացա էլ, թե ինքը ինչ նկատի ունեն ասելով ճուտո, այսինքն խեղճուկ կրակ են, դիցուկ ենթարկվող են, կոտրվող են, ճուտ են, ինչ են իրենք Կիրակի տեսնում, կամ ինչ սոցիոլոգիական հարցում է ինքը անցկացրել, ես կարծում այս անմեկնելի եւ համոզված եմ, որ դժվար թե որևէ մեկը կարողանա, այո, եւ սոցիալական հարցում ասելով, ես ընդհանրապես այդպիսի հարցում չկա, թերևս այստեղ կարող եմ վերականգնել սոցիոլոգիական եզրույթը, թերևս, բայց մնացած արտահայտությունները լրիվ անմեկնելի են, սակայն ձեզ բացատրեմ ենթատեքստը։ Դա ցույց տվեց, թե որքան թանկ է Նիկոլ Փաշինյանի համար Սուրեն Պապիկյանը որպես պաշտպանության նախարար։ Ես չեմ խոսում անձերի մասին, այսինքն որպիսի պաշտպանի Սուրեն Պապիկյանին, որը ոլորտում իրականում մեծագույն խնդիրներ է, նախորդ հանդիպման ժամանակ այսպես մեծ ցանկություն եւ պահանջ արտահայտեցի, որ այո, գոնե հաշվետվություն ներկայացնի, հատկապես որ ես այո, դրանից հետո հաջորդվեց նոր սարսափելի հոգեկան հիվանդ, այո, եւ իրավապաշտպաններ, լրագրողներ, բայց էլի ձայն բարբարոհանապատի եւ նոր ինչ որ աղաղակող օրենքի հակաօրինական եւ համակարգը կառավարելու այսպես սնանկության դրսեւորումներ եւ այդ սնանկությունների համապատկերում Նիկոլ Փաշինյանը փորձում էր այնքան որպես կրքոտ հռետոր այնպես պաշտպանել Սուրեն Պապիկյանին, որ ինչ որ նոր եզրույթներ էր ներառում հայ երիտասարդության այդ ճուտոներ, դրա մեջ նաեւ գիտեք ինչ որ շատ վիրավորական բան կար, ընդհանրապես իմ մեջ ինչ որ կասկած է առաջանում, որ Նիկոլ Փաշինյանը շատ դժգոհ է հայ հասարակության ամբողջ գոյությունից։ Նրան դուր չի գալիս հայոց պատմությունը եւ դրա հետքերը կան նաեւ իր երկրի հակառակ կողմը գրքում, որտեղ ինքը փորձում էր գառն ու տաճարը եւ քարահունջը ինչ որ քարեկտիկների եւ այդպես նսամացուցիչ որակումների ներքո ներկայացնել, չգիտեմ, ձկնարտադրողները վատն են, այսինչը վատն է, հիմա էլ երիտասարդությունը, չգիտեմ, ճուտո է, անշուշտ արժե քննարկել այդ հարցը, թե մեր երիտասարդ, բայց ես ինչքան տեսնում այդ ճուտոների կողքին այնպեսի ասիչներ էլ կան, որ մեր հասարակությունը ինչ որ բևեռացած վիճակում է եւ իրականում ոչ թե բնականաբար սոցիալական չկա, սոցիոլոգիական հարցումներ պետք է իրականացնել, բայց այն մտքերը, որ փորձում էր ի պաշտպանություն Սուրեն Պապիկյանի այսպես զարգացնել Նիկոլ Փաշինյանը, շատ դժվար մեկնաբանելի են, չգիտեմ, ես զարմացա, որ իրեն չհարցրին ճշտող հարցով, թե ինքը ճուտո ասելով ինչ նկատի ունի, բայց ես ասում այդ ամենը թելադրված էր Սուրեն Պապիկյանին կրքոտ պաշտպանելու, արդարացնելու միտումով։ Եվ մենք ժողովրդավարական, գիտեք, իշխանությունների հաշվետվողականությունից, այդ ժողովրդավարական սկզբունքից այնքան ենք հեռանում, որ անգամ ծիծաղելի է խոսել Եվրամիությանը անդամակցելու մասին։ Ցավոք։ Ների աճ տարածված է, արդեն ծեծում են իրար ՔՊԱ-ականները եւ ամենակարևորը փողն է պատճառը, փողի
Ֆինանսական, այո, խնդիրներ։ Եվ Փաշինյանը այո վերահաստատեց, որ եւ Պապիկյանը եւ ներքին գործերի նախարարը վերանշանակվել են իրենց պաշտոններով։ Սա նորմալ երկրում այսպիսի մարդիկ պետք է պատասխանատվություն Ակնթարթորեն պետք է հեռանային։ Այո, խնդրեմ։ Ցավոք սրտի հենց այս պնդումները, Պականների ծեծին են, անդրադառնանք, արդեն իրար հետ հաշիվներ են բացում։ գիտեք, եկեք սկսեմ դրանից, երբ հասարակության ներսում մեծանում է ագրեսիան, փոխադարձ ատելությունը եւ անհանդուրժողականությունը, որը դրսևորվում է ամենավերին օղակներում եւ հրապարակավ, որովհետեւ պետության բարձրաստիճան պաշտոնյաներին բնականաբար այսպես դիտում են եւ տեսնում են բոլոր զանգվածային լրատվության միջոցներով, այդ ամենը վարակի պես է։ Այն տարածվում է եւ սկսում է ամրակայվել հասարակության բոլոր շերտերում։ Եվ նկատելի էր, որ սկզբից բնականաբար դա պետք է արտահայտվի այսպես իշխանական եւ նրանց ընդդիմացող կամ նրանց հակադրվող այսպես շերտերի միջև, այսինքն ՔՊ-ի եւ այլ ընդդիմադիր ուժերի, որոնց չգիտեմ բնորոշումներն էլ եթե կհիշեք նախորդ շրջանում եռագլուխ, վիշապ, չգիտեմ հրեշ եւ այլն, այսինքն դեմոնացման, այդ դիվականացման այսահար լինելու մակարդակում, բայց երբ այդ ատելությունը խորանում է, ապա վերանում է նաեւ այդ ջրբաժանը։ Այսինքն օբյեկտիվորեն հիմա սկսվելու են այդ ներ ՔՊ-ական բախումները եւ դրանք առավել նկատելի կլինեն, երբ մենք կտեսնենք ամբողջական ազգային ժողովում այդ պաշտոնների բաշխումը, կառավարությունում բաշխումը եւ հերացողների ու մնացածների միջև անդունդը գնալով խորանալու է։ Բացի այդ ամենակարևորը անպատժելիության մթնոլորտն է։ Շատ ԿՊ-ականներ տեսնում են, որ իրենք բազմաթիվ օրինախախտումներ են կատարում եւ իրենք պատժի չեն արժանանում։ Մարդկային էությունը, գիտեք, այդպիսին է։ Իհարկե։ Նրանք, ովքեր, այո, սպառնում են, փռում են եւ դա շրջվելու, իհարկե, դա շրջվելու է իրենց դեմ բնականաբար, որովհետև հասարակության մեջ էլ գիտեք տեղի է ունեցել այդպես տեղի է ունենում, անկատար ներկայով ասեմ, սեփականության վերաբաշխում, մենք տեսնում ենք ինչպես սկսվեց հեծի սեփականաշնորհումից, այժմ ակտիվ Գագիկ Ծառուկյանի ունեցվածքն են փորձում վերաբաշխել եւ դա արվում է նրա համար, որպիսի այսպես իշխանական շերտը իր ֆինանսական լծակները ամրակայի, որովհետև մեր տիպի երկրներում ֆինանսական լծակներ ունենալը ուղղակի իշխանություն ունենալու երաշխիքն է, բնականաբար հիմա մենք ականատես ենք լինելու ներիշխանական բազմաթիվ հենց այսպիսի բիրտ եւ կոպտագույն դրսևորումների։ Եվ ինչպես տեսանք, Կոնջորյանը առաջադրվել է իր կուսակցության կողմից ազգային ժողովի փոխխոսնակի բարձրագույն պաշտոնում։ Թե ինչպիսի փոխխոսնակ կլինի Կոնջորյանը, մենք տեսել ենք նա ինչպիսի ազգային ժողովում խմբակցության ղեկավար էր, նրա խմբակցության դրսևորումները եւս ակնհայտ էին, հիմա եկել է հենց այդ ժամանակը, այսինքն ինչպես ասում էի, քամի ես ցանում, փոթորիկ կհնձես եւ ցավոք սրտի, ինչպես տեսնում եք, մեզ մոտ իրավապահ մարմինները միայն ընդդիմադիրներին են պատժում, իսկ իրական հանցագործություն կատարողները ընդհանրապես որևէ պատժի չեն արժանանում, ուստի ցավոք սրտի մենք տեսնելու ենք այո նոր այդպիսի իրադարձություններ եւ ընդհանրապես գիտեք այն նավը, որը այս 8 տարի անց այդպիսի դժվարությամբ կարողացավ վերահաստատել իր իշխանությունը եւ այնտեղ անընդհատ տեղի են ունենում ինչ որ վերադասավորումներ, ես կարծում եմ Ալեն Սիմոնյանի հեռացումը եւս այսպես աննկատ եւ վերջնական չի անցնի, այսինքն ներքին խմորումներ եւս սպասվում են, գիտեք, երբ ընդդիմադիրներին աչու ահյակ կարողանում ես փակել եւ քեզ թվում է թե հարցը լուծված է, ծագում են այլ, այսինքն ներքին ընդդիմադիրներ,
եւ զարգացումները ընթանալու են այդ ուղիով, բայց ես շատ կուզենայի, որ բարձրացնել եւս մեկ շատ կարեւոր հարց, 5 շաբթի օրը մի քանի խնդիրը ոչ միայն Հայաստան-Ռուսաստան տիրույթում այդ հարաբերությունների խստացումն է եւ վերջնագրերի ներկայացումը, որի ճանապարհին կանգնած է Նիկոլ Փաշինյանը, այլ նաեւ այն վերջնագիրը եւ բացահայտումը, որ կատարեց Նիկոլ Փաշինյանը, թե իրենք կատարելու են քաղաքացիական պայմանագրի նախընտրական խոստումների իրան, եթե չեմ սխալվում, այն 10-րդ կետը, այսինքն հայ առաքելական եկեղեցու օրինական ընտրված վեհափառ հայրապետի կաթողիկոսի դեմ հայտարարած պայքարը։ Մի քանի օր առաջ արդեն այդ գործը դատարան մուտք արվեց, սկսվում է դատական գործընթացը եւ այդ ամենի կիզակետը, որը տեղի կունենա ազգային ժողովի առաջին նիստում, որը օգոստոսի 2-ին պետք է, գիտեք, կայանա։ Այդ կիզակետը այն է, որ ի խախտում են մեր ընդունված ավանդույթների օրենքի վեհափառ հայրապետը չի հրավիրվելու եւ չի օրհնելու ազգային այս նորընտիր ժողովի կազմին, ինչու պատճառաբանությունը առավել քան աբսուրդային է իհարկե, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը պարզվում է չի ճանաչում այս վեհափառին, այսինքն ինքը Գարեգին Բ անունով վեհափառի չի ճանաչում։ Այստեղ իհարկե գիտեք, եթե վերլուծենք, բավական ինչ-որ մանկական գործընթաց է, երևի երեխաներն են այդպես ասում, ես չեմ ճանաչում, միշտ պետք է նկատի առնել, որ սթափ եւ ողջամիտ հանրային հարաբերությունների տիրույթում մենք գիտենք, չէ, որ ԿՊ-ն հավաքել է 49% ձայն, այսինքն մնացած մարդիկ, որոնք գրեթե նույնքան են, չեն ուզեցել, չեմ ասում չեն ճանաչում, բայց այսպես փոխաբերական առումով չեն ուզեցել ունենալ որպես վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այն բոլոր ձայները, որոնք տրվել են ընդդիմադիր քաղաքական ուժերին, դրանք այն ձայներ են, որոնք ցանկանում են վարչապետի եւ իշխող կուսակցության փոփոխություն։ Բայց դուք հասկանում եք, չէ, այդ մարդիկ նաև չունեն որևէ տրամաբանական այսպես իրավունք հայտարարելու, որ իրենք չեն ճանաչում Նիկոլ Փաշինյանին, որովհետև նրանք շատ լավ ճանաչում են եւ բնականաբար նաև Նիկոլ Փաշինյանը շատ լավ ճանաչում է Գարեգին Բ-ին։ Հետևաբար ինչ իմաստ ունի այդպիսի արտահայտություն կատարելը։ Իմ կարծիքով դա ցույց է տալիս սեփական դիրքերի թուլությունը։ Այսինքն թե Նիկոլ Փաշինյանը հայտարարեց այդ իր պայքարի, այսինքն իրենց նախընտրական ծրագրի այդ կետը ի կատարածելու իր վճռականությունը, որը արդեն ոչ առերևույթ խիստ հիմնավոր, ոչ թե կասկած, այլ համոզում կա, որ դա նաև դրսի ուժերին է ձեռնտու, հիշենք ռուս պրանկերներ Վավանի եւ Լեքսուսի այդ հայտնի զրույցը ՀՀԿ նախագահի թուրք ազգությամբ թուրք նախագահի հետ, իբրև հեռախոսազրույց է, որ իրենք Նիկոլ Փաշինյանն են եւ նրա խանդավառությունը Գարեգին Բ-ին հեռացնելու, այսինքն համապատասխան ուժերը երազում են հայկական ազգային եկեղեցին ոչնչացնել այսպես եւ այնտեղ իրենց կամակատարին նշանակելու կամք ունեն հստակ, բայց ինքը նաև խոստովանեց իր թուլությունը, ես չեմ ճանաչում։ Գիտեք, սեփական ընդդիմադիրների մասին այդպես արտահայտվելով դու ոչ միայն չես հաստատում քո այսպես ուժը, այլ ընդհակառակը ցույց ես տալիս այդ այո, քո խիստ կասկածելի վիճակը։ Իր հոգու խորքում Նիկոլ Փաշինյանը երևի ինքը էլ հասկանում է, որ հայ առաքելական եկեղեցու դեմ հայտարարած իր պայքարը բոլորովին էլ չի ավարտվելու այն արդյունքով, ինչ ինքը երազում է։ Բայց հիմա ես կուզենայի, որ մենք խոսեինք այն մասին եւ այն ընդդիմադիրները, որոնք այդուհանդերձ այդ ամբողջ ճնշումների պարագայում կարողացան հավաքել իրենց ձայները եւ մուտք գործել ազգային ժողով, իսկ դա 41 պատգամավոր է, ես կարծում եմ արդեն ակնհայտ է, որ վեհափառը չի հրավիրվելու, ես չգիտեմ, այո, տիրադավների այդ ամբողջ Միրզախանյանին Բալթեն, այո, հա, իհարկե։
որից արդեն ակնհայտ է, որ իրենք ուզենալու են իրենց դրածոին, ըստ երևույթին իրենց կարծիքով մեղամեղաքեստեր Աստված այդ բառն էլ օգտագործել կաթողիկոսացու, գիտեք, խիստ մեծ տարբերություն կա կաթողիկոսի եւ այսպես կաթողիկոսացուի միջև, իրենք իբրև այսպես կաթողիկոսացուների այսպես ընտրությունների բարդ գործընթացում են, իսկ այդքան վատ ազգային ժողովի ընտրություններ կայացնելուց հետո, գիտեք, հավակնել կաթողիկոսական ընտրություններ կայացնելուն ինձ թվում է չափազանց մեծ հանդգնություն է եւ սխալ ճանապարհ։ Ես այսպես մի առաջարկություն ունեմ եւ այդ առաջարկությունը կատարում եմ նաեւ միասին շարժման եւ Հայաստանի դեմոկրատական կուսակցության անունից, որը քննարկել ենք միասին եւ համոզված ենք, որ ընդդիմությունը այդ 41 падգամավորը պետք է հենց այդ օրը ազգային ժողովի առաջին օրը նախաձեռնի դիմի վեհափառ հայրապետին, որ իրեն ընդունի վեհափառ հայրապետը վեհարանում, Մայրաթոր Սուրբ Էջմիածնում, այնտեղ նրանք հենց այդ օրը պետք է ստանան հայրապետի օրհնությունը եւ դրանից հետո վերադառնան խորհրդարանական աշխատանքի։ Ես համոզված եմ, որ դա չափազանց կարևոր է եւ Հայաստանի ընտրողներն էլ նրանք ովքեր ձայն են տվել ընդդիմությանը կարող են այդ օրը գնալ Մայրաթոր Սուրբ Էջմիածին, դա այնտեղ կլինի հավաքական կամքի, օրենքի եւ ավանդույթի հաստատում։ Եթե վեհափառ հայրապետին չեն հրավիրում այսպես ազգային ժողով, ապա մեր падգամավորները իրենք պետք է գնան Մայրաթոր Էջմիածին եւ այնտեղ ստանան հայրապետական օրհնություն, որպեսզի Հայաստանի քաղաքական դաշտը շարունակի իր ավանդական եւ օրինական գործունեությունը։ Ոչ մի պարագայում չի կարելի ներկա լինել ինչ որ այդպիսի, գիտեք, բեմականացված, ես չգիտեմ, տիրադավերից ում բաժին կընկնի այդ ահազարհուր դերակատարումը, այո, ըստ էության պիղծ, ամոթալի խարանը, բայց դա նրանց ընտրությունն է, ամեն մարդ Քավլիցի ինքն է ընտրում իր ճանապարհը, գնալ օրենքի սրբազան ավանդույթի ճանապարհով, թե ընկնել պղծության գիրկը, դա իրենց ընտրությունն է, ես համոզված եմ, որ մեր 41 падգամավորները հավատարիմ կմնան այդ ավանդույթին եւ ընդհանրապես առանց վեհափառ հայրապետի օրհնության մեր օրենսդիր մարմնի ճակատագիրը, որը առանց այն էլ բազմաթիվ այսպես հարցականների ներքո է, չի կարող բերել հայոց պետականության ամրակայման եւ ես կարծում հենց այդ ժամանակ նաեւ քաղաքացիների մեր ներկայությունը Մայրաթոր Սուրբ Էջմիածնում ցույց կտա մեր բոլոր հակառակորդներին եւ ամենից առաջ գիտեք, այո, դրսի նաեւ հենց գիտեք ներսինները ինձ կարծում շատ բան կտեսնեն, դա էլ է կարեւոր, բայց նաեւ այդ ՀՀԿ նախագահ կոչված մարդու, որը լուծարեց Մինսկի խումբը, այո, որպիսի իրականություն դարձնի իբրև թե Արցախը Ադրբեջանը կեղծ դրույթը, բայց դա չի լինելու։ Հայ առաքելական եկեղեցու իշխանությունը երբեք չի դառնալու այսպես կառավարվող, այն էլ դրսի թշնամիների կողմից կառավարվող, այն կառավարվում է երկնային Տիրոջ, Բարձրյալի եւ հայ ազգի հոգեվոր շահերով։ Ես կարծում եմ դա կլինի ճիշտ որոշում եւ մենք բոլորս այդ հարցում պետք է կողմնորոշվենք եւ Հայաստանում չի կարելի թույլ տալ այդ ավանդույթը, որ եթե ես որևէ մեկին չեմ ուզում տեսնել եւ ունեմ ինչ որ իշխանություն, ուրեմն չեմ տեսնելու։ Չկա այդպիսի բան։ Ժողովրդավարական հասարակարգերում քո սեփական պաշտոնը, քո սեփական ցանկությունը վճռորոշ գործոն չեն։ Վճռորոշ գործոնը օրենքն է եւ իրականությունը։ Իսկ իրականությունը այն է, որ հավատարիմ կաթողիկոսական ընտրության տարին եւ ոգուն այսօր հայ առաքելական Սուրբ եկեղեցին գլխավորում է Գարեգին Բ. վեհափառ հայրապետը։ Նիկոլ Փաշինյանի երեխաների մայրը վերջերս ահազանգեց, որ բռնությունների այո, խոսում է ինչ-որ ընտանեկան բռնությունից, բայց շատերը հիշեցնում են բռնություն, խոշտանգում, օրը ցերեկով մեր բոլորի աչքի առաջ։ Իր ամուսինը հարձակվեց մանկավարծ կնոջ վրա Արաբկիրում քարոզի ժամանակ։ Մետրոյում այն կնոջ վրա մատեր թափ տալի։ Այո, սևազգես մայրերին քաշ տվեց
Գիտեք, դե որ գլխավոր դատախազը վարքյանական ընթացք է տալիս, դա արդեն Հայաստանում դարձել է նորմ։ Եվ երեկվա նիստին էլ, չէ, էլի ընդդիմադիրներին, այսպես նույն այդ սպառնալինքը ինքը ասեց, որ կոռուպցիա ուսումնասիրեն միասնության թևերով առաջնորդված, ինքը ոչ մի կերպ չի ներում այդ մարդուն, էլի, որ միջազգային իրավական մարմիններում Հայաստաններ ներկայացնում, այսինքն ինքը աշխատում է հրահանգ եւ արձագանք սպասումով, երևի դրա համար էլ հենց այն գերատեսչությունների ղեկավարները, որոնք անմիջապես հրահանգից հետո արձագանք են տալիս, նրանք իրենց պաշտոնները չեն փոխում, ի տարբերություն մնացելոց, բայց եթե անդրադառնանք Աննա Հակոբյանի անհանգստություններին, գիտեք, եթե կտրվում ես հայկական իրավիճակից, որը դուք ներկայացրիք եւ որը ցանկացած կարճ անգամ հիշողություն ունեցող մարդ գիտե, այսինքն բռնությունը կանանց հանդեպ ում կողմից է եւ ընդհանրապես բռնությունը որտեղից է սերմանվում, եթե դրան ծանոթ չլինես, կարող ես մտածել, որ Աննա Հակոբյանը ճիշտ ճանապարհին է։ Այսինքն ինքը փորձում է պայքարել բռնության դեմ, չգիտեմ, պաշտպանել հայ կանանց, բայց ես չեմ հասկանում Աննա Հակոբյանը չի տեսնում այն մյուս հայ կանանց, որոնց հանդեպ բռնության այսպես գործադրման հեղինակը թեկուզ ռեակտ վիճակում իր ամուսինն է։ Ինքը կարող է, չէ՞, դրա դեմ պայքարել։ Այսինքն ես շատ դրական կգնահատեի, եթե Աննա Հակոբյանը ելներ եւ ասեր, որ այո, ինքը տեսնում է, որ հենց վարչապետն էլ իր գործունեությամբ հարգանք չի ցուցաբերում կանանց հանդեպ, եթե ինքը իսկապես մեկնել է Միացյալ Նահանգներ, տարբեր տեղեր, այո, հենց ուզում եի դրա մասին խոսել, եթե ինքը ուզում է պաշտպանել կանանց իրավունքները, ենթադրենք զուտ կանանց իրավունքները, ելնելով այն բանից, որ ինքը կին է։ Այդ դեպքում ինքը չի դիմում իր ամուսնուն, թե ինչու այդ բացարձակ չապացուցված եւ ընդհանրապես կալանք չենթադրող խափանման միջոց որպես կալանք չենթադրող մեղադրանքի համար անչափահաս երեխա ունեցող կինը զրկվում է իր երեխայի, իր դստեր հետ դաժական հաղորդակցություն ունենալու իրավունքից։ Եվ ըստ էության կարելի է ասել, որ Արեգնաս Մանուկյանը նաև առավոտյան վաղ ենթարկվել է հոգեբանական խոշտանգման եւ հիմա էլ շարունակում է, որովհետեւ նա ունի 80 անց խորապես մայր, որին ուզում է իր գոնե խոսքով լսել նրան, ունի երեխա, ունի անհանգստություններ, չէ՞ որ Աննա Հակոբյանը 4 երեխաների մայր է։ Եթե ինքը իրոք մտահոգված է, ես կարծում ինքը անմիջապես պետք է հենց դիմի հրապարակավ, այո։ Դե գիտեք, եթե Նիկոլ Փաշինյանը անդադ հրահանգներ է տալիս իրավապահ մարմիններին, ապա Աննա Հակոբյանը ոչ թե հրահանգ, բնականաբար ես քավլիցի հերո եմ դրանից, գոնե հանրային ելույթների մակարդակով կարող է պաշտպանել այդ կանանց, չէ՞։ Իդեպ ինքը բոլորովին չպաշտպանեց Եռակ բլուրում այդ սարսափելի անպատիվ ահավոր խոշտանգումից, որ նրանց քարշ էին տալիս այդ հատուկ գվարդիայի, չգիտեմ, ոստիկանական ջոկատների անդամները։ Այն ժամանակ չպաշտպանեց։ Երբ Լիդիա Մանթաշյանը էլի այդ գործով, որ հիմա ՄԱԿ-ի փորձագետները, համաշխարհային տարբեր փորձագետներ նշում են, որ ահաբեկչության հետ ոչ մի կապ չունի, այդ մեղադրվող կինը անազատության մեջ էր, ինքը չէր տեսնում, որ այդ կինը անազատության մեջ է։ Կամ հիմա չի տեսնում խոշտանգվող եւ բռնության ենթարկվող Արեգնաս Մանուկյանին։ Իսկ որտեղ է նրա հանրային բողոքը։ Չէ՞ որ տեսեք դուք ասացիք անմիջապես արձագանքեց դատախազությունը։ Դե գոնե հիմա մեկ անգամ, գիտեք, մեզ մոտ իրավապահ մարմիններում հաստատվել է կանանց գերակայությունը։ Եվ եթե առաջ մի 8-9 տարի առաջ ես կարող էի մտածել, որ այդ համակարգում կա դաժանություն, որովհետև այնտեղ քիչ կան մայրեր, կանայք, ապա ես հիմա հասկանում եմ, որ մեզ մոտ գիտեք տարբերությունն է ջնջվել, մոր, կնոջ եւ անողոք, անսիրտ անսեր մարդկանց միջև։ Մարդիկ պաշտոն են ստանում եւ իրենք մոռանում են այդ ամենը, մոռանում են ապրումակցման մասին, կարեկցանքի մասին,
ապրոմակսումը, գիտեք, դա միակ հատկանիշն է, որ մարդուն տարբերում է ինչ-որ այլ անհասկանալի արարածներից։ Նրանք ոչինչ չեն անում։ Հիմա եթե Աննա Հակոբյանը իրեն հռչակել է բռնության դեմ պաշտպան, մենք բոլորս կողքեվորվեինք դրանից, եթե դա իրապես լիներ, բայց ինքը ում է պաշտպանում բռնությունից, դա էլ անհասկանալի է։ Իր ամուսնու իշխանությունն է պաշտպանում, բայց այդ դեպքում բռնություն սերմանողը իրենք են։ Ուստի, այո, եւ սերմանողը, կիրառողը, դրանց գաղափարական հեղինակը։ Ուստի այդ ամենը, գիտեք, վերածվում է թատրոնի։ Մենք առավոտյան տեսանյութ տեսանք Տիգրան Ավինյանից, ով պարտանում էր, ինչպես Գագիկ Ծառուկյանից խլած եւ զգոհացված Multi Wellness-ը անվանակ փոխել են, ամսի 1-ից վերաբացվել է, հիմա էլ արդեն համացանցում կադրեր հայտնվեցին, այդպես քաղաքապետարանի դրոշները ամրացրել են վրան։ Մարդուց սեփականությունը կուլակաթափության բան է, հա, շրջանը։ Դե գիտեք, վաղուց ենք ասել, որ քաղաքացիական պայմանագիրը ոչ թե այսպես ազատական Եվրոպամետ եւ ժողովրդավարական գաղափարների ջատագով է, այլ մի հայտնի կուսակցություն կար RSDRP անվանումով, սոցիալ այսպես դեմոկրատական կոչվող, որը հետագայում վերածվեց ԽՄԿԿ-ի, այսինքն կոմունիստական կուսակցության, գիտեք, մի հայտնի վարչապետ կար Ռուսաստանի, որի ազգանունը Չեռնամիրձին էր, մի անգամ ինքը շատ տխուր խոստով անեց, որ ասում է ինչ ստեղծում ենք, վերջում դա ԽՄԿԿ է դուրս գալիս։ Հիմա մենք որպես հետ խորհրդային տարածք ցավով պիտի ասեմ, ինչ կուսակցություն ստեղծվում է ազատական, ժողովրդավարական, չգիտեմ ինչ անուններով, վերջում էլի վերածվում է ստալինյան բոլշևիկյան ոգով ստեղծված RSDRP-ի կամ ԽՄԿԿ-ի, որտեղ ամեն ինչ խլում էին ընդդիմադիրների ձեռքից եւ այդ ժամանակ կհիշեք այդ կուլակաթափության, եթե պատմության դասագրքերը բացեք կամ հիմա ենթադրենք արհեստական բանոկանությանը հարցնեք, թե ինչ էր նշանակում կուլակաթափություն եւ ինչպես էին ենթադրենք Ավրորայի բանվորները, որոնք նավաստիներ Ավրորայի եւ այն բանվորները, որոնք կյանքում երբեք ոչինչ չեն ունեցել, գնում էին, խլում էին մարդկանց ձեռքից այդ իրենց մանուֆակտուրաները, գործարանները եւ այնտեղ ամեն ինչ ավերում ու ոչնչացնում էին։ Մենք ըստ երևույթին, որքան էլ սարսափելի է, այսպես տեղափոխվել ենք 18, 19, 20, 21, 22, 23, ամբողջ այդպես մինչև հետ պատերազմյան ժամանակաշրջան եւ պարզապես ամոթ թալի է այդ Ավինյանի գործունեությունը, ինքը կարծում է, որ ինչ որ մեկից որևէ բան խլելով դրանով ինքը հաղթել է։ Ես ձեզ ասեմ, դա կասկածելի հաղթանակ է, դա պարտություն է, այո։ Նման ձևով հետո ինքն է այդ անօրինական խլվածը ստիպված լինելու վերադարձնել։ Եվ հետո նաև հենց կարող է իր դեմել, այսօր Տիկին Ադիբեկյանը ասաց, դուք իմացեք, որ այս ամեն ինչ պատասխանի տալու բումերանգի էֆեկտով հենց նրա համար, որ բաղ կբերեն ձեր տուն, ձեր թալանած տուն, հենց իրապես ում փողերը, որ մեր ժողովրդի փողերով է տուները խորուցել եք, 4 միլիոնանոց տուներ չէ սարքել Ավինյանի հայրը, իսկ որ եկամուտներով այնտեղ չեն ստուգել, իհարկե։ Չէ, ընդհանրապես դա սարսափելի է, գիտեք, ես կարծում շուտով Հայաստանից երևի այն սակավաթիվ ներդրողներն էլ որ կային, չափազանց արագ անհետանալու են։ Եվ ինչպես ասացի, քանի որ ԿՊ-ի ներսում Կոնջորյանի եղբոր եւ այն մյուս հենց ԿՊ-ականի միջև այդ ֆինանսական վեճը, որը վերածվել էր այդ բռնի ուժի կիրառման, արդեն իրենք իրարից են խլելու։ Այդ ամենը ակնհայտ է։ Եվ ընդհանրապես միշտ պետք է իմանալ, որ ուժի կիրառումը եւ ապօրինությունը չափազանց ժամանակավոր հաջողություն է եւ նա շրջվելու է ապօրինություն կատարողի դեմ։ Ցանկացած հակաօրինական բռնի քայլ կատարողները, որքան էլ փորձեն այդ բոլշևիկյան կարգախոսներով արդարացնել իրենց, նրանք պատժվելու են օրենքով։ Եվ ես համոզված եմ եւ կուզենայի այդ առումով իմ աջակցությունը հայտնել
բացարձակ անհասկանալի եւ ակներև քաղաքական դրդապատճառներով անազատության մեջ գտնվող եւ ունեզրկվող Գագիկ Ծառուկյանին, որ այս ամենը ժամանակավոր է։ Ամեն ինչ վերադառնալու է իր ելման դիրք եւ նրանք, ովքեր այսօր ցույց տվեցին իրենց ունակությունը չկոտրվելու, չենթարկվելու ապօրինի այսպես հրահանգներին եւ ըստ էության պաշտպանելու օրենքը պաշտպանելու խիզախություն, իսկ Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը փորձում էր պաշտպանել օրենքով իր ստացած ընտրական ձայները եւ իր դիրքորոշումը, որ իրենք բոլորովին էլ կողմ չեն Հայաստանը դարձնելու, չգիտեմ ինչ որ տարածաշրջանում թուրքական պետությունների, այսպես թուրքական միության շահերի կցորդի, ուրանալու իր ազգային խնդիրները եւ նաեւ իր տնտեսական շահերը ստորադասելու օտար հարևան պետությունների խնդիրներին, նրանք ըստ էության պատժի են ենթարկվում եւ Գագիկ Ծառուկյանը հիմա պատժի է ենթարկվում այն բանի համար, որ անգամ իրենց կազմակերպած ընտրություններով այդքան ձայներ հավաքել, նա 4%-ից ավելի ձայներ հավաքել եւ ԿՀ-ի ներկայացրած տվյալներն է դրա մասին էին խոսում, հիմա ինչ որ 60-ից 100 ձայն չի հավաքել ու դրա համար նրանք պատժում են մարդկանց։ Այսինքն դուք պատկերացնում եք դեպի Եվրամիություն գնացող եվրոպական արժեքների գերակայության մասին խոսող ուժ, որը պատժում է մարդկանց, ովքեր իրացրել են իրենց ընտրական իրավունքը, փորձում են խաբել, թե իրենք գնել են։ Ես ընդհանրապես կարծում, եթե մենք գնանք դատարաններ դիմենք, մենք բոլորս, որոնք ընտրակաշարք չենք վերցրել, ինչ է տեղի ունենալու այդ դատարաններում։ Իմ աջակցությունը եւ հարգանած հավաստիքը Գագիկ Ծառուկյանին, իր պայքարը հանուն իր հավաքած ձայների եւ իր սկզբունքների արդար է եւ պարզապես 1000 ամոթ Ավինյանի այդ գիտեք խղճուկ փորձին հաղթող ներկայանալու քաղաքապետարանի դրոշ դնելու։ Դե հա գիտեք բոլշևիկներն էլ շատ դրոշներ դրեցինք, տեսանք ինչով ավարտվեց դա։ Եվ տիկին Դիլբարյան ռազմագերիների կյանքը վտանգված է, խոշտանգում են 3 իմիջիայլոց հարց ուղեցին Նիկոլ։ Ես լսեցի եւ նրա գիտեք հավերժական Հավերժական ոչինչ չասող պատասխան, որ մենք զբաղվում ենք, այդ հարցը լռություն է պահանջում։ Իրականությունը ցույց է տալիս, որ այդ հարցը Ադրբեջանի հետ եւ ընդհանրապես բռնության հետ առնչվող որևէ հարց, այստեղ իհարկե կուզենայի հիշեցնել նաեւ Աննա Հակոբյանի այդ հայտարարությունը, գիտեք, որ ասի տեսական մակարդակում ճիշտ է, ընկերներ, բռնության որևէ խնդիր չի կարելի լուծել լռության միջոցով։ Լռությունը կամ մի ճշմարիտ պնդում համաձայնության նշան է։ Եթե դու լռում ես, այո։ Իհարկե, լռելով դու հենց կիսում ես, քո համաձայնությունն ես հայտնում այդ մեղադրանքներին։ Բացի այդ, մենք գիտենք, դրսում կան շատ մարդիկ, որոնցից նաև ոմանք Ռուբեն Վարդանյանին են օգնում, այսինքն մարդիկ, ովքեր եւ արաբա-իսրայելական հակադրության եւ մնացած այլ ամերիկացիներին, երբ գերեվարում էին տարբեր պետություններում եւ մասնակցել են գերիների ազատագրման այդ գործընթացներին, կարող են ասել, որ այն լռությունը, որը որդեգրել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իրականում բացարձակ ոչ միայն արդյունավետ չէ, այլև անարդյունավետ է։ Եվ ես ուզում եմ հիշեցնել, ցավոք սրտի լրագրողները այդ հարցը օրինակ չեն տալիս։ Ես շատ կուզենայի, որ նրան մեր լրագրողները Հայաստանի հենց թեկուզ օրինակ Civic-ի լրագրողը, ես առաջարկություն եմ հղում հայկական ժամանակի կամ Civic-ի լրագրողին, օրինակ Նիկոլ Փաշինյանին հարցնել, թե ինքը ինչու չի պատասխանում Վերոնիկա Զոնաբենդի այն հարցադրմանը։ Բացարձակ մարդասիրական առաքելություն, որ կանայք միջազգային ճանաչում ունեցող կանայք եւ մեր ձերբակալված ապօրինի, ոչ միայն ձերբակալված, ազատությունից զրկված, ապօրինի կեղծ մեղադրանքներով դատապարտված եւ խոշտանգումների ենթարկվող, առողջական ծանր վիճակում գտնվող մեր հայրենակիցների կանայք գնան Բաքու եւ հանդիպեն իրենց ամուսիններին։
Ինչու՞, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանին, անձամբ Նիկոլ Փաշինյանին, որպես Հայաստանի Հանրապետության վարչապետի, Վերոնիկա Զոնաբենդը դիմել է եւ ձայն բարբարո հանապատի։ Ինչ դա էլ է խանգարում։ Մարդասիրական հնարավոր այցը կարող է խանգարել գերիների ազատագրության իբրև իրենց աշխատանքներին, չէ՞ որ դա բացարձակ անհեթեթություն է։ Հուսով եմ գոնե 5 շաբթիներից մեկին մոտակա Նիկոլ Փաշինյանն այդ հարցը կտան, ինչու է ինքը լռում, ինչու ոչ մի ձայն չի հանում։ Իրոք ինքը կարծում է, որ այդ մարդիկ վտանգ են ներկայացնում իր իշխանության համար, բայց ինչ կապ ունի այստեղ իշխանությունը։ Խնդիրը մարդկանց կյանքին է վերաբերում եւ բռնության հանդեպ լռությունը դա հանցակցություն է, դա նշանակում է կիսել այդ հանցագործության բեռը։ Ուզում նաև հիշատակել, որ մեր հայրենակիցները տարբեր ձևերով ես շատ հուզված էի, որ Գևորգով ազգանունով հանրային գործիչը բարձրացել էր Արարատի գագաթ, Արագածի գագաթ եւ այնտեղ ցուցապաստառ էր պարզել, ցույց տալով, որ մենք պետք է խոսենք, պայքարում են մարդկանց համար խոսելով եւ ոչ թե լռելով։ Եվ խնդիրը այն չէ, որ իրենք չենք պահանջում, որ ինքը ելներ, չգիտեմ, Ալիևին հայտարարեր ինչ-որ պատերազմ եւ այլն։ Խնդիրն այն էր, որ ինքը պահանջներ ներկայացներ, օրենքով հաստատված, հիմա էլ աջակցի այդ մարդասիրական քայլին, որպիսի մեր խոշտանգվող հայրենակիցների կանայք, ազդեցություն աշխարհում ճանաչված կանայք գնան եւ մարդասիրական քայլ կատարեն։ Այդքան դժվար է մարդասիրական նախաձեռնությանն արձագանքել։ Ես էլ շնորհակալ եմ։